Հավատում եք, որ Ռուսաստանն է կազմակերպել նոր-նորքի թաղապետի դեմ հարձակումը։ Էդի հեքիաթա, բայց իրանց հերնել հանի դա սաղին։ Բայց դա հարձակում էր թաղապետի վրա, թե հակառակը։ Չեմ կարող ասեմ, սաղել նույն մարդն է։ Իրար Ոչ։ Արամ Սարգսյանն ասում է, որ Ռուսաստանը։ Դե ինչ որ լինում է, Արամ Սարգսյանը ասում է Պուտինն է մեղավոր։ Իսկ այդ թաղապետի անցյալը գիտեն։ Չգիտեն։ Ինքը լավ ճանապարհներով չի անցել։ Իսկ ինչ որ լինում, թող Արամ Սարգսյանը ասեն, իր աղբոր Արունը ուրացողը ամեն ինչ էլ կասի։ Ոչ։ Արամ Սարգսյանն ասում է, որ Ռուսաստանն է կազմակերպել։ Ոչ։ Հերիքա Ռուսաստանի մասին վատ բաներ ասեք Ազիզ ջան։ Ռուսաստանը շատ տեղերում մեզ շատ օգուտներ ա տվել։ Ռուսաստանը ամբողջ աշխարհն է կազմակերպում, այդ մնացել էր նոր կա։ Չգիտեմ։ Չեմ իմանում։ Չէ, մենք իրար արժենք։ Արամ Սարգսյանն ասում է, որ Ռուսաստանի կազմակերպածն է։ Ճիշտ չի ասում։ Իսկ Արամ Սարգսյանը թող մի հատ բան անի, քաղաքապետարանի իր խմբակցության գործառույթները վերահսկի, որովհետև երևանցիները շատ դժգոհ են իրենցից, հատկապես այս վերջի թանկացումների հետ կապված։ Չեմ կարծում, այդ այնքան ներքին հարց է, ինչ կապ, չեմ կարծում։ բայց դա հարձակում էր թաղապետի վրա, թե հակառակը թաղապետը հարձակվեց։ Ըստ ինձ սադրում էին եւ երևի պետական կառույցում նման պահված նույնիսկ բլոգերը իրավունք չունի։ Ես այսպես եմ մտածում։ Չեմ կարող ասեմ, չգիտեմ։ Ես չէ։ Արամ Սարգսյանն ասում է, որ Ռուսաստանն է կազմակերպել։ Չեմ հավատում։ Այդ հարցը չենք հավատում։ Դժվար ասել, բայց որ այդ տիպի մարդիկ են արել 100%։ Ղարաբաղը տվին ռուսները։ Դուք համոզված եք որ տվին։ 18-20 թվին էլ բոլշևիկները ինչ ասես արեցին թուրքերին տվին բան։ Հենց որ ես ռուս ժողովրդի հանդեպ շատ նորմալ եմ տրամադրված, բայց Պուտինը այսօր վարում են բոլշևիկների 18-20 թվականի քաղաքականություն։ Բայց Ադրբեջանն ու Թուրքիան էլ կներեք Ռուսաստանի ինչ որ պետք է անում են ու անելու են հələ։ Արդյոք բայց դա հարձակում էր թաղապետի վրա, թե թաղապետն էր հարձակում ակտիվիստի վրա։ Ես խնդրում եմ այդ հարցը ես չեմ ուսումնասիրել։ Ես KGB-ի փոխգնդապետ եմ, բայց չեմ ուսումնասիրել, դժվար է ասել։ Ես գտնում եմ, որ սարքած բան է այդել։ 100%-ով սարքած է։ Չգիտեմ ինչ։ Չէ։ Արամ Սարգսյանն ասում է, որ Ռուսաստանն է կազմակերպել։ Չեմ կարող ասեմ, որտեղ տեղյակ չեմ ոչ մի բան։ Տեղյակ չեմ։ Արամ Սարգսյանն ասում է, որ դա Ռուսաստանն է։ Ով ասում։ Արամ Սարգսյանը, Հանրապետություն կուսակցությունը։ Դե Հանրապետություն կուսակցությունը արդեն պարզ է, էլի։ Ոչ մի եղած մարդկանց, որ հիմա ու վլաստի, ոչ մեկին չեմ հավատում, բացարձակ։ Ով որևիցե պաշտոն գրաված ա եղել մինչև հիմա կամ հիմա, ու ինչ որ բան ասում, ես չեմ հավատում։ Ոչ լավին, ոչ վատին, ոչ մի բանի։ Չէ։ Իսկ դա հարձակում էր ձեր կարծիքով, թե հակառակը։ Вообще без понятия։ Ճիշտ ասած ոչ։ Չեմ հավատում։ Իսկ արդյոք դա հարձակում էր, թե հակառակը ինքն էր հարձակվել։ Կներեք չեն կարող պատասխանել, մենք ստեղի չենք, մենք հյուր ենք եկել։ Ուղղակի մի բան կարող եմ ավելացնել, որ այդ տեսակի բաները իրոք անհավատալի է, որ մեծ պետությունը, գերտերությունը կազմակերպի մի հատ հարձակում անհավատալի։ Ոչ մի բան չեմ հավատում։ Ես երկրում ամեն ինչ հնարավոր է, ինչ չհավատամ։ Բայց հնարավոր է Ռուսաստանն է։ Ռուսաստանը ընդամենը ընդերից մի հատ աչքով անում, ստեղ կազմակերպում են, ամեն ինչն էլ հնարավոր է։ Բայց արդյոք դա հարձակում էր, թե հակառակը ինքն էր հարձակում։ Հիմա դե ինչ ասում։ Դրանք դուք այդ զարգացումները կտեսնեք, ինչքան արագ ձևով այդ ամենը լինելու է։ Իրանք նույն թիմն են, թատրոն են խաղում էլի, ժողովրդի առաջ հասկանում եք, ստեղ ոչ մի բան չկա, ընդամենը ներկայացում է։ Ամեն ինչ հնարավոր է, Ռուսաստանից ամեն ինչ սպասել է։ Իսկ արդյոք դա հարձակում էր թաղապետի վրա, թե հակառակը թաղապետն էր հարձակում։ Որքան ես հասկացա, վիրավորանքի պատճառով հարձակումը թաղապետի կողմից է, ոչ թե թաղապետի վրա է հարձակումը։ Բայց մյուս կողմը վիրավորական խոսքեր էր ասել, երևի այդ պատճառով
Ոնց որ ես եմ հասկացել, բայց դե ով է կազմակերպել, թե կազմակերպված է, թե ուղղակի հենց տենց ստացած իրանց մոտ չեմ կարող ասել։ Իսկ Ռուսաստանից ինչ ասես կարող ենք սպասենք։ Իհարկե հնարավոր է, որովհետև տեսնում եք ինչ իրավիճակ է։ Ռուսները մեզ դավաճանել են, բնական է, որ այդպես է կերպ։ Բայց արդյոք դա հարձակում էր թաղապետի վրա, թե հակառակը թաղապետն էր հարձակել։ Ինձ թվում է դա սարկած գործ էր։ Ում կողմից։ Հիմա դրա կողմից, Քոչարյանականների կողմից։ Ինչ խնդիր են ուզում լուծել Քոչարյանականները։ Ուզում են հեղափոխություն անեն, իշխանության գան, իրանց ունեցվածքը պահպանեն։ Ուրիշ ոչինչ չկա։ Բնական է, բոլորս է հասկանում ենք, դրա մեջ ինչ նորություն է որ։ Նախորդին Հանրապետություն կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ Նոր-Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի է ենթարկել հանուն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության։ Հայտարարության մեջ նաև ասվում էր, որ այդ ամենը կազմակերպել է Ռուսաստանի Դաշնությունը։ Օրագիր Նյուզի հարգելի հետևորդներ, մեկնաբանություններում գրեք համաձայն եք, որ Ռուսաստանն է կազմակերպել Նոր-Նորքի թաղապետի դեմ հարձակումը։